Պարոն Ստեփանյան, ես տեսա, որ տեղի ունեցած միջադեպը որակել եք որպես քաղաքական հաշվեհարդար, նշելով, որ անձնական դաշտում դուք որևէ մեկի հետ խնդիր չունեք։ Կան շրջանակ, այսպես ասած, որ իրենց վրա եք կասկածում։ Միայն այս ամեն ինչ կատարվել է իմ ընտանիքի դեմ, սա ընտանեկան մեքենան էր, որը կինս էր վարում եւ երեխաներն էր դասի պարապմունքների տանում։ Այս ամենը արել է քաղաքական իմ հայացքներից ավելի շատ քաղաքային իշխանության բացահայտած կոռուպցիաներից եւ սուր քննադատություններից ոչ մի տարբեր տեսակի այդ հորդորներ իրենց ասած հերվից իրենց ասած այնպես որ մի արեք էլ մի խորացեք այսպիսի բան չտվեց արդյունք այդ թալանչիականը ինչ ոչ մի բան չկպավ ինձ մարդիկ անցան արդեն այս մեթոդին Այսինքն, պարոն Ստեփանյան, որ ասում եք հերվից ինչ-որ ակնարկներ անել, ինչ ակնարկների մասին է խոսքը։ Թե ընկերական շրջանում, թե ինչ-որ ծանոթ, որ շատ եք քննադատում, շատ եք այս ամեն ինչը բացահայտում, մենք ասել ենք, որ նման բան չի լինի, 2 ամիս առաջ եւս դեպք եղավ, որ Telegram-յան ալիք զանգ ստացա արդեն օտար երկրահամարից, որ հեռու մնացեք, մի խառնվեք Ստացա նույն պատասխանը իմ Facebook-ին էջում եք այդ ուղիղ եթերը։ Էդ էլ չստացվեց, անցան արդեն վերջնական կարմիր գիծը անցան արդեն ահաբեկ չության այդպես ասած։ Պարոն Ստեփանյան, իսկ հնարավոր է ինքը նաև կապ ունենա վերջերս նոր-նորքի քաղաքապետարանում Ոչ մի բան չեմ բացառում, միանշանակ։ Իսկ իրավապահ համակարգին դիմել եք։ Իրավապահ համակարգը ներկայացուցիչները այստեղ են առավոտից, Իրաքի արձանագրեցին, որ ապակին ջարդել են բենզինով համ տարա, համ էլ փաթաթած շորը, գցել են մեքենայի մեջ, որովհետև այս մեքենան բոլորովին էլեկտրական էր։ Ու լրիվ վայրել են։ Իսկ տարածքում տեսախցիկներ չկան, որևէ բան չեն։ Ես 7 տարի նոր այս սեփական տունը կառուցել եմ, երբևիցե, այսպես ասած, դա անգամ ռեշոտկա չի եղել պատուհաններին, դուռն է միշտ բաց ա եղել, ես ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Իսկ տեսախցիկները ոստիկանությունը արդեն կպարզել։